Պարոն Կիրակոսյան, ես կարող եմ ձեր հետ, ես նախ չասացի, որ գաղտնի հանդիպումներ են եղել, երկրորդը, ես կարող եմ ձեզ հերթ չտալով եւս մի 10 պատճառ ասել, ինչի է դա բարդ process, 10 էլ չէ, 100, բայց դա ինչ կապ ունի։ Եթե այստեղ կանգնած ես մոտավորապես մի 1000 անգամ ասել եմ, որ Փաշինյանը աղետ է, որ օր առաջ իրեն պետք է հեռացնել։ Ես ոնց կարող եմ հետո կանգնել ասել, գիտեք ինչ դժվար է հեռացնելը։ Ինչքան էլ դժվար լինի, դրա համար ամեն ինչ պիտի անենք։ Քանի քպական է տվել իր համաձայնությունը։ Բնականաբար այդ հարցին չեմ պատասխանելու, որտեղ դա վնասել է գործընթացը։ Պարոն Մամիջանյան, հիմա հաստատի կա։ Բայց զրոն չի հաստատ այդ։ Ես չեմ պատասխանում այդ հարցին, պարոն Կիրակոսյան, որովհետև դա վնասելու է գործընթացին։ Ես հասկանում եմ, որ ներողություն, ես հասկանում եմ, որ ինձ շատ հեշտ կլիներ հիմա այդպես բազմանշանակալի դեմքով ինչ-որ բան ասել ու անցնել առաջ, որ այսօր լիքը վյու հավաքել, բայց նպատակը գործահաջողության հասնել է, ոչ թե վյու հավաքելը։ Փաստացի կա կալանքի որոշում, ճիշտ է, փաստաբանը արդեն հայտարարել է, որ բողոքարկում է լինելու, բայց ես ուզում եմ հասկանալ իմպիչմենթի հետ կապված գործընթացը։ Իրավական տեսանկյունից դա որևէ խնդիր իմպիչմենտի գործընթացի հետ չի առաջացնում, հաշվի առնելով վճիռը օրենքի մեջ օրինական ուժի մեջ մտնելու կետը, ես իրավաբան չեմ կրթությամբ, եւ այս ամենը որևէ բացասական ազդեցություն իմպիչմենտի գործընթացի վրա չի կարող ունենալ, ավելին կարծում եմ, թե մեր քաղաքացիները, թե մեր գործընկերները կհասկանան եւս մեկ ապացույց կտեսնեն, որ այս գործընթացը այլընտրանք պարզապես չունի։ Բայց քննարկում եք առհասարակ, եթե վճիռը ամեն դեպքում ուժի մեջ մտնի, Չեմ կարծում, որ կոռեկտ է հարցը։